Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք փոփոխականներ եւ ամբողջ թվեր բաժնի թվերի թվանշանները խնդրի վրա։ Խնդիրը կայանում է հետեւյալում։ Ունենք մի հատ ինչ-որ քառանիշ թիվ, օրինակ 1, 2, 3, 4։ Մեզ խնդրում է տպել դրա մեջտեղի երկու թվանշան, այսինքն այս դրա դեպքում 2, 3-ը, 1, 2, 9, 8-ի դեպքում 2, 9։ Ահա, եկեք անցնենք լուծման։ Նախ թիվը պետքա մուտք անենք, եկեք գրենք նամը հավասար է int input, int, որովհետև ինքը իսկականից ամբողջ թիվ է, ոչ թե ինչ-որ ուղղակի տեքստ։ Հիմա, եթե ուզենայինք ստանանք վերջին թվանշանը պարզապես, կգրենք num տոկոս 10, օրինակ 1, 2, 3, 4-ի դեպքում, 1, 2, 3, 4 կարող ենք ներկայացնել որպես 1, 2, 3 անգամ 10, ու գումարած այդ մնացորդը կլինի հենց իր թվանշանը։ Սա եթե աշխատացնենք, կստանանք այստեղ կստանանք 4։ Եթե մենք ուզենայինք վերջին երկու թվանշանը վերցնենք, կարող ենք գրել բաժանած 1000, որտեվ 1, 2, 3, 4-ը կարող ենք գրել որպես 12 անգամ 10, գումարած 34, ներողություն 12 անգամ 100։ 12 հատ հարյակ եթե հանենք, տակը որպես մնացորդ մնալու էր այս 34-ը։ Սա եթե աշխատացնենք, կհամոզենք, որ իսկականից պատասխանը 34-ը։ Բայց մեզ ոչ թե պետքա վերջին երկու թվանշանը, այլ այս մեջտեղի երկուսը։ Բայց եթե մեզ տված լիներ ուղղակի 123, մենք կնայենք իր վերջ երկու թվանշանը, այս num 100-ի մնացորդ գրելով, ու կստանանք այդ մեզ պետքական 23-ը։ Այսինքն այս խնդրին կարող ենք վարվել հետևյալ կերպ։ Եկեք սկզբում մի հատ կտրենք գցենք մի կողմ այս 4-ը, թող ինքը մեզ չխանգարի, տակը կմնա այս 123-ը, այս 123-ի համար կնայենք իր վերջին երկու թվանշանը։ Այսինքն մեզ հիմա պետքա վերցնել այս 123-ի, այս 1, 2, 3, 4-ից ու վերացնել 4-ը։ Մի հատ վերհիշենք ոնց էին գրել 1, 2, 3, 4-ը։ Գրել ենք որպես 123 անգամ 10, ներողություն, գումարած 4, ճիշտ է, ու վերցել ենք իր մնացորդը նախկինում։ Հիմա մեզ պետքա ոչ թե այս 4-ը վերցնել, այլ պետքա այս 123-ը վերցնել։ Իսկ դրան մենք հասնում ենք, եթե num-ը բաժանենք 10-ի վրա։ Ահա, կարող ենք գրել num բաժանած 10, բայց սա եթե աշխատացնենք, կտեսնենք, որ ինքը sense գայս է պոչով 123 ամբողջ 4, որպեսզի դա չլինի, պետքա ամբողջաթիվ բաժանում անենք, երկու հատ բաժանածի նշան դնելով։ Ահա, սա արդեն մեզ տալիս է 123-ը։ Ու այս արդյունքը, եթե վերցնենք ու նայենք իր վերջին երկու թվանշանը, գրելով մնացորդ 100, արդեն կհանգենք ճիշտ լուծմանը։ Շնորհակալություն դիտման համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։